Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Հալիլ։ Աբուլ դու տեղյակ էիր, որ Մարիան ու Ռաֆը հաշտվել են։ Էլի աղբերդ հեքիաթներ ա պատմել։ Չէ, հեքիաթ չի։ Ես անձամբ եմ լսել Մարիայի ձայնայինը, որտեղ որ ասում է կարող են հարսանիքի օր որոշել արդեն։ Գժվել է այդ աղջիկը։ Չգիտեմ ով է գժվել ով չէ, բայց համենայն դեպս ես լսել եմ Մարիայի ձայնը, որտեղ որ ինքը ասում է, որ հենց այսօր կարող ենք երեկոյան գնալ հարսանիքի օրը որոշել։ Մաման էլ արդեն նվեր է առել։ Ռաֆն էլ ասում է, որ ամեն ինչ անելու է, որ Մարիային հենց այսօր տուն բերի։ Լուրջ։ Լիլի, ես քեզ կզանգեմ, հա։ Լավ, բայց խնդրում եմ էլի այնպես արա գոնե այսօր հանդիպենք։ Շատ անհասկանալի իրավիճակում եմ հենց հիմա, չգիտեմ գլուխս որ պատին տամ։ Բայց հեչ հավատալու չի Լիլ։ Իմ հավատն էլ չէր գալիս։ Մտածում էի հերթական Ռաֆի հորինածն է, բայց այս անգամ չէ։ Մարիան ուզում է ամուսնանալ Ռաֆի հետ։ Ես իմ ականջով լսել եմ։ Մարիան համաձայն է ու ուզում է, որ այսօր երեկոյան գնանք հարսանիքի օրը որոշելու։ Եթե ես իմ ականջով լսած չլինեի, ես էլ չէի հավատա։ Ես չգիտեմ ինչ եղավ Մարիայի հետ, որ ինքը սենց արագ մտափոխվեց, բայց փաստը մնում է փաստ, որ Մարիան ուզում է Ռաֆի հետ ամուսնանալ։ Կզանգեմ։ Լավ։ Մարիա, ես շատ եմ անհանգստանում։ Դու մի տեսակ շատ ես փոխվել։ Ինչն է պատճառը։ Մամ, դու միշտ ասում էիր, որ տեսնում ես թե Ռաֆը ինձ ինչքան շատ է սիրում։ Ու ուզում էիր, որ իրեն շանս տամ։ Հիմա տվել եմ այդ շանսը, ինչի ես անհանգստանում։ Ես շատ լավ հիշում եմ, թե քեզ ինչ եմ ասել։ Բայց ինձ համար ամենակարևորը քո երջանկությունն է։ Հասկանում ես, ես ուզում եմ, որ դու սիրված լինես ու սիրես, բայց հիմա մի տեսակ կասկածում եմ, Մարիա։ Մամ, ամեն ինչ իր ժամանակին կլինի։ Եթե ես այն ժամանակ Ռաֆին կարողացել եմ սիրել, ուրեմն հիմա էլ կսիրեմ։ Իսկ եթե չկարողանաս, ինչ ես անելու։ Ամբողջ կյանքը տառապելու ես, հա։ Մամ, դու դեմ ես իմ ու Ռաֆի միությանը։ Չէ, Մարիա, իհարկե դեմ չեմ։ Ես Ռաֆին շատ եմ վստահում։ Բայց եթե այդ տղայի պատմությունը չլիներ, ես ավելի երջանիկ կլինեի։ Ախր ես զգում եմ, որ դու Դավիթին շատ ես սիրում։ Չեմ սիրում։ Ու էլ իր անունը չտաս։ Հիմա իմ կողքին Ռաֆն է ու վաղն էլ Ռաֆը լինելու։ Ու առհասարակ իմ կողքին միշտ Ռաֆն է լինելու։ Ես կբացեմ։ Չեմ հասկանում ես ինչա կատարվում։ Լրիվա գժվել է աղջիկը։ Չէ, ինչի։ Մարդ որ ընտրություն է կատարում, ուրեմն գժվել է։ Լավ էլի, քեզնես մի պահի իբր մեկա քո համար։ Անկեղծ ասած ես էլ ներվայնացա, ոնց կարամ մարդ այսքան հեռու գնա ինչ-որ մեկին բան հասկացնելու համար։ Մարիան ընդհանրապես մեղավոր չի։ Այդ ես իրան այդ վիճակին հասցրեցի։ Նորմալ բան ասա հասկանանք։ Ես եմ մեղավոր ախպերս, ես։
Լիլ, ես մի կես ժամից ձեր տան մոտ կլինեմ, պատրաստվի։ Մարիա ջան, դեմքիդ նայողը մի 7 մասի կբաժանվի։ Կարաս բացատրես հիմա ինչ ա եղել։ Ոչ մի բան, ամեն ինչ նորմալ է։ Այդ տեսնես ինձ ես խապում թե քեզ։ Անուղակի տրամադրություն չունեմ։ Իսկ կարող է այդ վատ տրամադրության անունը Դավիթ է։ Էլ իր անունը չտաս։ Ես ինչքան ասեմ բոլորիդ, որ իր անունը չտակ, իր մասին իմ մոտ չխոսակ։ Ես ատում եմ Դավիթին ու իր հետ անցկացրած բոլոր օրերն էլ հետը։ Ու իր հետ կապված ամեն ինչ ուզում եմ մոռանամ։ Ինձ թվում է, որ հեսա ասելու ես կատակ ես անում։ Կասես ինչ ա եղել։ Այն ա եղել, որ ես իմ կյանք անարժան մարդու եմ ներս թողել։ Ով որ չգիտի սիրելն ինչ ա ու ընդհանրապես չգիտի արժեքների մասին։ Ինքը պատրաստ է բոլորին հավատա բացի ինձնից, ես իր համար նշանակություն չունեմ, ինքը բացի իրենից էլ ոչ մի բան չի տեսնում։ Ու սրանից հետո ես էլ եմ իրպես պահելու ինձ։ Ալո։ Նոնա ջան, բարև։ Ո՞նց ես։ Չնայած ինչ անիմաստ հարցեր եմ տալիս, դու էլ ես չէ՞ իմ նման ուրախ նոնա։ Դե ուզում եմ ասեմ մեր աչքը լույս, որ մեր երեխեքը վերջապես հասկացան իրար։ Ալո։ Մենք այսօր գալու ենք ձեր տուն նոնա։ Գալու ենք, որ մատանին հետ դնենք մեր հարսիկի մատին ու հարսանիքի օրը որոշենք։ Դե տեսնում ես Ռաֆն էլ ա շտապում, Մարիան էլ ա շտապում։ Լսի դրանք այնքան են շտապելու, վերջը աղջիկ են ունենալու։ Ալո, մի քիչ չես շտապում։ Չէ, նոնա ջան, չենք շտապում։ Առայժմ։ Այ քեզ բան։ Որ խոսում ենք չի տեսել Դավիթին։ Ամեն ինչ լսել է։ Վաղ թե ուշ իմանալու էր։ Ավելի լավ էր հիմա, քան հետո։ Դուրս չեմ հասկանում ինչ է կատարվում։ Դավիթն էլ նորմալ բան չի ասում, ասում է, որ ինքն է մեղավոր։ Իրականում ես էլ չեմ հասկանում ինչ է կատարվում։ Միջև վերջի րոպեն կասկածում էի Ռաֆին։ Մտածում էի խաբում է։ Բայց լսեցի Մարիայի ձայնայինը ու ամեն ինչ փոխվեց։ Կցնդեմ մի օր։ Չէ, էլի խնդրում եմ, դու մի ցնդի։ Պապան գնացել է երկրից, տեղից էլ մենակ եմ։ Դու որ ցնդես, ավելի մենակ կմնամ։ Գնացել է պապատ։ Դե հա, գործեր ուներ, դրա համար է գնացել։ Անիմաստ մռութներդ մի կախի։ Ես էլ ասեցի լուրջ բան ա եղել, հիմա մարդ է, գործեր ունի կգա, համբերի։ Չէ, դու ինձ չես հասկանում։ Ես շատ լավ էլ հասկանում եմ քեզ։ Ու հա, մի տխրի, որ տխրում ես, մի քիչ գեշանում ես։ Դիտավորյալ ես անում։ Լավ գիտես, որ կատակ է։ Դու ինչ վիճակում էլ լինես, միշտ գեղեցկուի ես։ Իմ գեղեցկուին ես։
Մարիա, դու գիտեիր, որ Ռաֆեն գալու են մեր տուն։ Հա, մամ։ Երեկ երեկոյան Ռաֆը ասել մոռացել է զգուշացնել։ Լավ, գնամ պապայից զանգեմ, ես չգիտեմ ինչ եմ անելու։ Չհասկացա ինչ է նշանակում Ռաֆը ասելա, որ գալու են։ Հա, Ռաֆենք գալու են մեր տուն, որ հարսանիքի օր որոշենք։ Մարիա ջան, դու կարող ես տակություն ունես։ Ու սենց հեշտ հանգիստ ամեն ինչի մասին խոսում ես։ Անկարողա շնորհավոր էիր։ Չէ, չեմ կարող, որովհետև չեմ հասկանում դու ինչ ես անում։ Չէ, ես խոսքեր չեմ գտնում, ես ուղղակի ապշած եմ։ Հիմա գլուխս կպայտի, խնդրում եմ քեզ, բացատրի ինչա կատարվում։ Անբացատրելու ոչ մի բան չկա։ Ես ու Ռաֆը հաշտվել ենք, ես նորից Ռաֆի նշանացնեմ ու ամեն ինչ առաջվա պես է, ու այսպես ավելի ճիշտ է։ Ճիշտ, հա։ Ասում ես ճիշտ է։ Փաստորեն դու Դավիթին ցավացնելու պատճառով քեզ գցում ես թակարդը ու մտածում ես էդի մի հատ լավ սենց ճիշտ քայլ է, հա։ Ես Դավիթին շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որովհետև իր օգնությամբ ես սկսեցի Ռաֆին գնահատել։ Ու այստեղ ես ոչ մի սխալ բան չեմ տեսնում։ Ես չեմ հավատում, որ հիմա իմ դիմաց են Մարիանը նստած, որին ես այդքան հավատում էի, այդքան պաշտպանում էի քեզ մար։ Ախր դու քո անվան հետ էլ ես խաղում։ Ես իմ անվան հետ կխաղայի այն ժամանակ, եթե Դավիթի հետ ամուսնանայի։ Իսկ ես հիմա ինձ պաշտպանված եմ զգում, որովհետև Ռաֆի տարբերություն քո մոտ ընկերոջ ավելի հավասարակշռված մարդ է։ Ինքը կյանքում այնպիսի բան չի անի, որից որ ես ինձ վատ կզգամ։ Այսքան ժամանակ կրված ենք եղել, բայց ինքը չի դադարել ինձ սիրել։ Չի դադարել ինձ պաշտպանել։ Իսկ Դավիթը իմ կյանքի ամենադժվար պահին ինձ մենակ թողեց։ Ինչ էլ ուզում է ասած լինի Դավիթը, ինչ էլ ուզում է արած լինի, այս քո արածին երբեք չի հասնելու մար։ Հիմա մի հատ ուշադիր ինձ լսի, քանի ուշ չի այդ քայլից հետ կանգնի, սխալ ես անում։ Արի էլ իմ անձնականը չքննարկենք, հա։ Եթե կուզես կարող ես մնալ, ես շատ ուրախ կլինեմ, որ իմ կողքին լինես այդ պահին։ Իա, ինչի համար մնամ։ Որ քո սխալների վկան դառնամ, չէ, շատ շնորհակալ եմ։ Այսօր եք գնալու Մարիայից տուն։ Հա, բայց չես պատկերացնի ոնց չեմ ուզում գնամ։ Որովհետև նախ առաջին հերթին վստահ չեմ, որ Ռուբեն Հոպարը լավ կընդունի։ Եվ հետո էլ ես ինձ վատ կզգամ հաստատ։ Ես նկատել եմ, որ Ռուբենը Մարիային վստահում է։ Ու եթե Մարիան կարողացել է բացատրել իր քայլերը, ուրեմն Ռուբենը կընդունի։ Դե հա, Ռուբեն Հոպարի ու Մարիայի հարաբերությունները լրիվ ուրիշ են, բայց ոչ ես պարագայում, որովհետև նախ առաջին հերթին բոլորը Մարիայի ու Դավիթի մասին գիտեին և հետո արդեն ինչքան ժամանակա Ռուբեն Հոպարն ու Ռաֆը վիճված են, ու ես վստահ չեմ, որ են կկարողանան լեզու գտնել։ Աբուլ, իսկ կարողա դու էլ գաս։ Լիլի ջան, գժվեցիր։ Հա ինչ կլինի, Մարիան քո քույրն է։ Կգաս, համ էլ ես էլ ինձ մենակ չեմ զգա։ Արի քեզ տանեմ տուն, ոնց որ ես ցուրտը խփելա գլխիդ։ Ինչ բռի ես, Աբուլ։ Հեշտ ծիծաղալու չգիտես։ Արի գնանք։ Հա ի դեպ։ Ես նկատել եմ, որ այս վերջերս դու ինձ ռոմանտիկ խոսքեր չես ասում։ Կամ հազվադեպ ես ասում։ Խաբեցիր։ Մի քիչ առաջ չասեցի գեղեցկուի ես։ Էդ ես գիտեմ, հետո։ Իբր չգիտես, հա որ սիրում եմ։ Ուզում ես հա լսես։ Լիլի ջան, ես քեզ սիրում եմ, Լիլի ջան, ես քեզ սիրում եմ։ Այ, ապրես։ Արի գնացինք։
Ընդամենը մի քանի ժամ ու դու նորից իմը կլինես։ Չես պատկերացնի, ինչքան ուրախ եմ, որ այս մատանին նորից քո մատին ա լինելու։ Ես քեզ խոստանում եմ, Մարիա, դու էլ ընդհանրապես չես ունենա պատճառ դրանից հրաժարվելու։ Ալո։ Ռուբեն, լավա պատասխանեցիր։ Տեսել ես քանի անգամ եմ զանգել։ Հեռախոսած սենյակում էր մնացել, ես էլ դուրս էի եկել։ Ասա, ինչ ա եղել։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Ինչ ա եղել։ Ալայինք են գալիս մեր տուն։ Ուզում են հարսանիքի օր որոշեն։ Ինչ։ Ռուբեն, ես չգիտեմ ինչ անեմ, ոնց անեմ։ Արի մի հատ Մարիայի հետ խոսա, որ մեր վերջնական անելիքը իմանանք, թե ինչ ենք անելու։ Գալիս եմ։ Ոնց ես, Դավջան։ Լավ, դու ասա։ Նորմալ, եթե թողեք։ Այսինքն։ Հեչ ոչ մի բան ուշադրություն մի դարձրա։ Ասում եմ կարող է գնանք միտեղ հաց ուտենք, քնեն սովածեմ, ու համել շուտվանից ոչ միտեղ չեն գնացել իրար հետ։ Անհավես չունեմ։ Հազիվ եմ այսօր ինձ քաշ տվել գործի, որ չգամ կնեղանաս։ Կնեղանամ։ Լավ էլի ան։ Հա ինչ, դու արցնում ես կնեղանաս, ես էլ անկեղծ ասում եմ։ Դու ինձ ես վերջերս շատ ես նեղացնում։ Արի կլինի այդ մի բան էլ այդ ցանկին մի ավելացրու, լավ։ Լավ, գնանք։ Դե շատ լավ։ Փաստորեն արդեն մեր տուն են գալիս։ Հա, պապ։ Գալու են, որ միասին հարսանիքի օր որոշենք։ Մարիա, դու քեզ հայելու մեջ նայել ես։ Տեսել ես ինչա կատարվում հետդ։ Դեմքիդ կրակ չկա։ Գույն չկա։ Երջանկություն չկա։ Ինչ ես անում։ Վախենում ես ինքդ քո աչքերի մեջ նայես։ Առերեսվես ինքդ քո հետ։ Հասկանաս ինչ սխալ ես գործում։ Ինչ ցավ ես քեզ պատճառում։ Դու իմ մեջ ես խոսում։ Չես բացատրվում։ Փակվել ես քո մեջ։ Բայց մոռանում ես, որ ես քո հայրն եմ։ Ու տեսնում եմ ամեն ինչ։ Մարիա, ես քեզ 5 մատից պես գիտեմ, բալես, 5 մատից պես։ Քո ամեն մի շարժումը ես գրքի նման կարդում եմ։ Ու հատ-հատ կարող եմ ասել ինչ ա հետդ կատարվում։ Ինչ ես անում, բալես։ Ինչ ա հետդ կատարվում։ Պապ։ Բալես։ Ես գիտեմ, որ դու հիմա քո զգացմունքների դեմ ես պայքարում։ Ես շատ լավ հասկանում եմ։ Տեսնում եմ։ Դու ես ամեն ինչը հատուկ ես անում։ Որպեսզի մոռանաս Դավիթին։ Ճիշտ եմ։ Ճիշտ եմ։ Բայց դու մոռանում ես, Մարիա, որ այդպիսի դիտավորյալ քայլերը շատ հաճախ հակառակ ռեակցիա են տալիս։ Դու հիմա Դավիթին ավելի շատ ես սիրում, քան առաջ։ Ճիշտ եմ։ Չեմ սիրում։ Գիտես, ես քո տարիքին էի։ Գրեթե նույն սխալը գործեցի։ Հա։ Դու լավ գիտես այդ պատմությունը։ Ես կարայի չլսեի մորս։ Չամուսնանայի նոնայի հետ, բայց չէ։ Արեցի։
հպարտություն խաղացի։ Որոշեցի, որ ես առանց մորդ էլ կարամ երջանիկ լինեմ, կարամ սիրեմ, սիրվեմ։ Բայց տեսար ինչ եղավ։ Պապ, ես հիմա ուզում եմ իմ թույլ տված սխալը ուղղել, ճիշտ ընտրություն կատարել։ Ու ինչքան էլ ցավոտ լինի ու դժվար մեկա պետք է այդ ճիշտ ընտրությունը ես կատարեմ։ Դու ճիշտ որոշումը սխալ տեղում ես փնտրում, Մարիա։ Ճիշտ որոշումները ոչ թե ստիպողաբար են ծնվում, այլ ի սրտ է։ Իսկ քո սիրտը Դավիթի մոտ է գտնվում։ Ոչ թե Ռաֆի, որի հետ պատրաստվում ես ամուսնանալ։ Պապ, Դավիթ ինձ թողեց, չգնահատեց ու չլսեց ինձ։ Թողեց, չգնահատեց։ Կյանքը շատ ավելի բարդ բան է, բալես, քան այդ բառերը։ Եթե սիրում ես, պետք է կռիվ տաս, պետք է պայքարես, ու կապ չունի, տղա ես, թե աղջիկ, մեծ թե փոքր, սեռը կապ չունի։ Սերը առանց ցավ չի լինում, բալես։ Մամ, նվերները ստուգել ես, ամեն ինչ տեղում է, բան չես մոռացել։ Տղա ջան, ոչ մի բան էլ չենք մոռացել։ Այնքան ասեցիր, որ վերջը մոռանալու եմ մի բան։ Լավ, մամ ջան, էլ բան չեմ ասի, որ հանկարծ ոչ մի բան չմոռանաս։ Լսի, Ռաֆ, ես կարծում եմ, որ մենք շտապում ենք։ Ինձ թվում է, որ դա Ռուբենի դուրը չի գալու։ Մամ, իսկ ինձ ընդհանրապես մեկ է, ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Իմ համար ամենակարևորը Մարիան է, իսկ ինքը համաձայնությունը տվել է։ Այ կտեսնես, մեզ լավ չեն ընդունելու։ Մեկ է, մամ ջան։ Տղա ջան, քո համար ամեն ինչ մեկ է։ Հա, մամ, մեկ է։ Մեկ ասեցի, հիշեցի այն մեկին։ Աղջիկդ պատրաստ է։ Որ պատրաստ լիներ, սենյակից կգար։ Ես իրան լավ գիտեմ։ Հիմա երևի սենյակում նստած պատրաստ է Նաբուլի դառնալ լացուն։ Էլ չսկսես։ Ինչի չսկսեմ, մամ ջան, ինչ որ բան սխալ եմ ասում։ Ոնց որ իմ համար ընդհանրապես ուրախ չլինի, ոնց որ թշնամիս լինի։ Բալես, ուղղակի դուք չեք հասկանում իրար։ Դե դա մանկուց էլ այդպես ա եղել։ Հա, դու պաշտպանի իրան, պաշտպանի։ Տեսնեմ ինչև ուր ես սենց հասնելու։ Կթողես գնամ հագնվեմ, ես դեռ չգիտեմ ինչ եմ հագնելու։ Մամա, բա ասում ես չենք ուշանալու, ոնց չգիտես ինչ ես հագնելու։ Վայ դե չենք ուշանա էլի։ Դավ գիտես չէ, նենց տպավորություն էր, ոնց որ մի 1000 տարի հաց կերած չլինի, ես դիետան էլ մի բան չի տո։ Դիետա ես պահում, ինչի համար։ Հա, պահում էի, հիմա էլ չեմ պահում, այ մարդ ամեն անգամ հաց ուտելուց աչքս մնում էր դիմացի ափսեի մեջ, ասա ինձ պետք է։ Էդ եմ հարցնում էլի, քո ինչին է պետք դիետան։ Դավ, դու աղջիկներին չես հասկանում, մենք որ մի կիլոգրամ էլ ավելանում ենք, վերջ, այդ աշխարհի վերջն է, այդ պատմություն է դառնում։ Լավ էլի անի, մենակ դու ես կարող մարդուն ծիծաղացնես։ Էն էլ հիմա։ Էն էլ հիմա որ ինչ։ Դե երբ արդեն ընկերուհուդ մատին մատանի են դնում, երևի արարողությունն էլ արդեն սկսած կլինի։ Գիտես չէ, այսօր տեսել էի Մարիային, հետը խոսել չի լինում, ինչ ասում եմ, հետս չի համաձայնվում, տենց ինքը չէր առաջ։ Ես եմ մեղավոր, իրան հանգարց չմեղադրես անի, ես ենքան նեղացրեցի, որ լավ արի պակինք եստե։ Երկուսդ էլ մեղավոր եք, որովհետև ոչ դու ես պայքարում, ոչ ինքը։
Գիտես, Դավ, մեկ-մեկ իմ մոտ ունես տպավորությունա, որ դուք իրար չեք էլ սիրե։ Ես էլ չգիտեմ քեզ ոնց ասեմ։ Ոնց բացատրեմ, որ հետ կանգնես որոշումիցդ։ Ոչ ուզում եմ գոռամ, ոչ ուզում եմ նեղացնեմ։ Դու արդեն մեծ ես, դուրս ես եկել այդ տարիքից, բայց չեմ էլ կարողանում կողքից նստած հանգիստ նայել, թե ոնց ես կործանում քեզ, Մարիա։ Պապ, ես վստահում եմ Ռաֆին։ Հա, կարող է ինքը որպես մարդ շատ սխալներ արել, բայց որպես կողակից, որպես սիրող մարդ, ես իրեն շատ եմ վստահում։ Մարիա, դու տենց էլ չհասկացար, որ ներկապային ինձ ոչ Ռաֆն է հետաքրքիր, ոչ էլ Դավիթը, ինձ դու ես հետաքրքիր, դու ու քո երջանկությունը, ինձ մենակ է դա պետք, ես երջանիկ կլինեմ մենակ այն դեպքում, երբ դու երջանիկ լինես։ Պապ, խնդրում եմ արի փակենք թեման, հա, իմ համար շատ ծանր է։ Այսինքն, ամեն դեպքում դու մնում ես քո որոշմանը, հա։ Հա, գնամ պատրաստվեմ, թե չէ չեմ հասցնի։ Գնա, ինչ ասեմ։ Ամեն դեպքում մի բան հստակ կասեմ, որ ես չեմ մասնակցելու այդ խեղկատակությանը։ Ես չեմ կարող համակերպվեմ այն մտքի հետ, որ դու ու Ռաֆը միանում եք իրար։ Ընտանիք եք կազմում։ Ես չեմ կարող օրհնեմ դա։ Դու ես քո կյանքի տերը, բալես։ Ինչ ասեմ։ Եթե ուզում ես այդ կյանքով ապրես, ուրեմն արան այնց ոնց որ դու ես ուզում։ Ես չեմ ուզում, որ դու ինձնից նեղանաս։ Ու չեմ էլ ուզում, որ անտեսես ինձ։ Անտեսեմ։ Ես քեզ չեմ կարող անտեսեմ։ Անի մտքիցդ։ Բայց կարամ դեմ լինեմ քո որոշմանը, չհամակերպվեմ։ Մամ, ծաղիկները բերեցին։ Զանգել եմ, ճանապարհին են։ Լավ։ Օֆա 10 րոպեից ձեր տան մոտ կլինեմ։ Դուրս արի համ միտեղ կգնանք, համ էլ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Սիրում եմ անի։ Շատ եմ սիրում։ Բայց այդ դեպքում ինչի չես պայքարում։ Ուշացած պայքարնում է պետք։ Մարդը արդեն ամուսնության որոշում է կայացրել, գնան ոնց պայքարեմ։ Ինչ անեմ։ Լավ էլի Դավ, էլ մի։ Դու ինձանից ավելի լավ գիտես, թե ոնց պիտի պայքարես ու ինչ քայլեր պիտի անես։ Չհասկացա։ Ասում ես ինչ որոշեցիր։ Ես ինչ հաշիվ անի։ Չլինի էլի մարդը հայտնվել քո կյանքում։ Կարող է այս անգամ էլ ասեն քեզ Շրի Լանկայից գնանք բերենք։ Մարդ մի բան չանի։ Հիմա ամբողջ կյանքս երեսով ես տալու։ Չջղայնացնես ինձ անի։ Կլինի թողնես տեսնենք ինչ է կատարվում, հետո նոր քո ճառը կարդաս։
Այսինքն ինչ-որ բան կատարվում, հա? Հենց էտա, որ ոչ մի բան էլ չի կատարվում։ Շփվում ենք զուտ ընկերական։ Անի, Դավ ջան, եթե մեր հարաբերությունները ինչ-որ ընթացք ունենան, խոստանում եմ, որ դու առաջինն ես իմանալու։ Լավ։ Գնանք արդեն։ Բայց ես էլ ուտեմ ու նոր գնանք, հա։ Ես գիտեմ, որ ամենաշատը ինձ չէիր ուզի հիմա լսել, բայց ես չեմ կարող անտարբեր մնալ, Մարիա։ Հայրդ ճիշտ էր ասում, դու սխալ քայլ ես անում։ Տատ հերիքը։ Ես չեմ ուզում, որ դու հետո փոշմանես արածներիդ համար։ Դրա համար խնդրում եմ, մի անգամ եւս վերանայիր արարքներդ, այդպես գուցեև ավելի շատ հասկանաս քո արած սխալները։ Դու հիմա տաքացած ես, չես հասկանում, թե ինչ ես անում, բայց հասկացի, որ դու քո այդ քայլով առաջինը քեզ ու քո սրտին ես դավաճանում, հետո նոր Դավիթին։ Տատ, ես հիմա ամենավերջինը քո խորհուրդներն եմ ուզում լսել, որովհետև աչքիս առաջ ունեմ, օրինակ, որ մարդիկ լսել են ու հիմա կործանված են։ Խնդրում եմ քեզ, գոնե ինձ հեռու պահի քո խորհուրդներից։ Այսինքն ուզում ես ասես Մարիան որոշել է Ռաֆի հետ ամուսնանա։ Հա։ Ու ցավալինն է, որ ոչ մի կերպ չի ընդունում, որ իր արած քայլը սխալ է։ Երեխես մոլորվել է, Ռուբեն։ Չի հասկանում ինչ անում։ Հավատա, ես շատ եմ խոսացել այդ թեմայով, տարբեր կողմերից բացատրեցի, անգամ մեր օրինակը բերեցի։ Մեծ քար լռություն։ Ռուբեն, ես քեզ վստահում եմ։ Դու Մարիային ինձանից լավ ես ճանաչում, ինքը քո հետ կիսվում է, խոսում է։ Խնդրում եմ բացատրի, մի թող որ սխալվի։ Էլ ուղեղս չի աշխատում։ Չգիտեմ էլ ոնց բացատրեմ, որ կողմից բացատրեմ։ Ռուբեն, դու բոլոր իրավունքներն ունես Մարիային ինչ-որ բան արգելելու ու թույլ տալու։ Եթե դու զգում ես, որ այդ քայլով իմ երեխեն կկործանվի, խնդրում եմ մի թող։ Քեզ թվում է ես ձեռքերս ծալած նստած եմ։ Ես մի բան կանեմ, բայց չգիտեմ ինչից սկսեմ։ Զանգի այդ տղային։ Զանգի ասա, թող հեռու մնա իմ երեխուց։ Ռաֆին։ Այդ անիմաստ է։ Ես կգժվեմ։ Ռուբեն, ես կգժվեմ, եթե իմ երեխու հետ ինչ-որ բան լինի։ Հանգստացի ով է, ես դեռ չեմ մահացել։ Ես որ սենց խոսում եմ, այսինքն որ չեմ խոսում, այդ չի նշանակում, որ ձեռքերս ծալած նստած եմ ու ոչ մի բան չեմ անելու։ Խաղից դուրս եմ գալու։ Էս իմ երեխու հարցն է։ Ու ես մի բան կանեմ։ Ռուբեն, ես քեզ մենակ մի բան եմ խնդրում։ Ինչ էլ որոշի Մարիան, մենակ չթողես։ Թեկուզ եթե որոշի, որ այդ սխալը պիտի անի, այդ սխալի հետ իրան մենակ չթողես, Ռուբեն։ Մենք պիտի մեր երեխեքի կողքը լինենք։ Մենք պիտի այդ սխալի ժամանակ իրանց կողքը լինենք ու տեր լինենք այդ սխալին։ Ռուբեն, խոստացի։ Ռաֆ, ախր։ Մամ, նորմալ է։ Մարիա, հիմա ես իհարկե շատ ուրախ եմ ու երջանիկ ու կարող նույնիսկ ինձնից երջանիկ մարդ հիմա աշխարհում չկա, բայց քեզ մի հարց պիտի տամ ու պետքա չխաբես ինձ։ Ինչ հարց։
Այն ինչ որ հիմա դու անում ես, սրտիցդ ես չէ անում, այլ ոչ թե Դավիթի ինձ հավացնելու համար։ Ռաֆ, ինչ ես ամեն ինչ իրար խառնում։ Էս չէր ուզածդ։ Սրա համար չէիր պայքարում։ Հիմա իմաստը ո՞րն է ամեն ինչ փորփրելու։ Իմաստը այն է, որ ես չեմ ուզում ես խաղի մեջ պահեստային լինեմ։ Իմ համար կարևոր է, որ իմանամ, որ դու այս ամեն ինչը անում ես մեր համար։ Իմ ու քո համար, Մարիա։